2025 թվականի ամռանը զորակոչված տղաների ծնողները եկել են Պաշտպանության նախարարություն արդարության հետևից։ Ըստ նրանց արդար կլինի, որ իրենց զավակների ծառայության ժամկետն էլ դառնա 1.5 տարի։ Ասում են, սա բողոք չէ, պարզապես հավասարություն են ուզում։ Երբ որ ես արդեն կար ես խոսակցությունը, որ լինելու է տարի կեսում, մենք այդ ժամանակ նախարարին Նիկոլ Փաշինյանին նամակը ուղարկել ենք, բայց պատասխան չենք ստացել, հետո տղաները արդեն 4 ամսվա, 6 ամսվա ծառայող են եղել 4 ու ընդունվել է օրենքը, որ տղաները պետք է ծառայեն տարի կեսում։ Ծնողները դիմումներ ուղարկել են Նիկոլ Փաշինյանին և Սուրեն Պապիկյանին, սակայն պատասխան չեն ստացել։ Պաշտպանության նախարարն այս հարցին անդրադառնալով ասել էր, որ փոփոխություն չի նախատեսվում, քանի որ ծառայության ժամկետի 6 ամսով կրճատման որոշման հիմքում հաշվարկներ կան։ Նախագիծը տարածվում է միայն 2026 թվականի հունվարից և դրանից հետո ծառայության մեկնող երիտասարդների վրա և հետադարձ ուժ չունի։ Մեր երեխին չի մի ամսվա տարբերության 2 տարի ծառայի։ Անարդարություն է էսե։ Դպրոցը չվերջացրած ավարտականը չէին տվել, եկալ են տարան բանակ, մենք են գնացել ստացել։ Ինձ թվում է քիչ է 1.5 տարին, լավ կլիներ 2 տարի, որովհետև զինվորները շատ քիչ են։ Իսկ եթե արդեն իրենք օրենք են հանել 1.5 տարի, այդ դեպքում եթե օրենքը հանել են, ուրեմն թող գործի նաև մեր երեխաների վրա։ Ամեն դեպքում նախարարությունից ծնողներին հրավիրել են հանդիպման։ 6 հոգուց կազմված խումբը գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը։ Մենք ներկայացրեցինք մեր խնդիրը, որ կարող է ազդեցություն ունենա, դա ազդեցություն անունը, բարոյական ազդեցություն անում, նույն թվականին ծնված զին ծառայողը, մեկը ծառայում է 24 ամիս, մեկը ծառայում է 18 տարի։ Մենք բացատրեցինք իրավիճակը, մենք նաև ներկայացրեցինք իրանց բարոյական ազդեցությունը, գրավոր նաև նամակներով հանձնեցինք, գրավոր եւ եզրակացություն, ինչ կարող է տեղի ունենալ, ինչ ազդեցություն կարող է տեղի ունենալ դա զինծառայողների վրա, հա, այս բանը, այս մոտեցումը։ Ծնողներին լսելուց հետո Պաշտպանության նախարարությունում նախատեսվում է ներքին քննարկումներ։ Խոստացել են պատասխան տալ 1 շաբաթվա ընթացքում։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։